Հայաստանի արդյունաբերական քարտեզին ավելանում է նոր կենտրոն։ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում կառուցվել է Աթենք մսամթերքի նոր արտադրական համալիրը, որի տարածքն ընդգրկում է 50,000 քառակուսի մետր։ Ներդրվել է մեծածավալ 10 միլիարդ դրամի չափով գումար, ինչը նաև ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Աթենքի համար, այլև Հայաստանի տնտեսության զարգացման։ Համալիրը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական եւ ինժեներական մասնաշենքեր։ Մսամթերքի գործարանի արտադրողականությունը կազմելու է օրական 120 տոննա։ Նախագիծ իրականացվել է հաշվի առնելով մեր եւ մեր միջազգային գործընկերների փորձը, որը թույլ կտա ավելացնել արտադրական տեսականին։ Համալիրը նախատեսում է իր գործունեությամբ նոր շունչ հաղորդել տարածաշրջանի մսամթերքի շուկաներին։ Նոր գործարանն ամբողջությամբ կառուցված է միջազգային ISO չափանիշներին համապատասխան, ինչը թույլ կտա ընկերության արտադրանքն արտահանել միջազգային տարբեր շուկաներ։ Այս ստանդարտը իրենից ներկայացնում է հումքից մինչև պատրաստի արտադրանքի որակի հետագծելիություն եւ գործընթացային խիստ վերահսկողություն։ Նախագծվել եւ մոնտաժվել է նոր սերնդի մսի չորանոցներ, մսի վերամշակման հաստոցներ։ Ներդրված HACCP սննդի անվտանգության ապահովման համակարգը հիմնված է ռիսկերի վերլուծության վրա։ Այն նպատակ ունի կանխել, վերահսկել եւ նվազեցնել վտանգները սննդի արտադրության բոլոր փուլերում։ Աթենք ընկերությունը շարունակելու է իր առաքելությունը հաճախորդների համար ապահովելով բարձրորակ սննդամթերք։ Վստահությամբ կարող ենք ասել, որ հայկական մսամթերքը այժմ ներկայանալի է նաև արտասահմանյան մեր սպառողներին։ Այս համալիրը խոստանում է ընդլայնել արտադրության ծավալները, ներդնել հայրենական արտադրության նոր մշակույթ։ Աթենքի ներդրումը Գետամեջ համայնքում հայրենական արտադրության համար նոր նշաձող է՝ աշխատանք, տեխնոլոգիա, սոցիալական պատասխանատվություն մեկ հարկի տակ։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։